Դե ժողովուրդ ջան, սա մեր այն այգիներից է, որը խոր աշուն նոյեմբեր, դեկտեմբեր այդ ժամանակահատվածում այգու ոռոգման համակարգը քաշել ենք, միացումները տվել ենք, նորից խելացի համակարգով, նկատի ունեմ նա, որ ցնցողների հեռավորությունները մոտիկ է տեղադրած ու այգու բուսականության համապատասխան իհարկե որոշ բաներ այս մասը շատ խառն արած հանելու ենք, խոտը ցանված է խորաշուն ծլելա գարնանը, դեռ ոչ մի մասնագիտական գործողություն չի արված, այգին մեր խնամքի տակ չի, մենք ուղղակի գործարքային գործ ենք արել, այսինքն արդեն կարան իրանք հնձեն, մի երկու անգամ հնձելուց հետո սկսեն մոլախոտերը հանել։ Առաջնային ցանկալի է մոլախոտերը վերացնեն ֆիզիկական ճանապարհով նոր հերբեցիդներ կիրառել։ Հիմա անդրադառնում եմ, փորձարկում ենք այն ինչը, որ մենք ստացել ենք, որ հերթով ցույց տանք, թե որը որ տեղի բաժինն է ջրում ոռոգում։ Հիմա սկսենք միացումները։ Նայեք ժողովուրդ ջան, հիմա այսքան տայմերները, այսինքն 6, 6, 8-ից 7-ը, այս տարածքի այգին ոռոգելու համար է։ Ինչի ենք մենք տայմերները շատ դնում։ Կարող ենք մի հատ նախ համեժանա գալի, համել, որպեսզի ես Բաքիդ րոպեն, հիմա նայեք, արդեն Պավլովոկը լցնում է, հասցնի ինքը ջուր լցնի, այսինքն ժամերը տարբեր ժամեր ենք դնում, բայց բոլորը գիշերային ժամեր են, որ ինքը ջրվի։ Հիմա հերթականությամբ ցույց տանք, հիմա ջրումը առաջի բաժինն է, մի րոպե ձախանեմ նորից դնեմ առաջինը, այս բանով սալակով ընդհանրապես պլյուս կանեմ, պլյուսը չէ, առաջինը կսեղվես։ Նայեք, առաջինը ջրում է ամբողջ այս երկայնքով պատի տակը, նայեք, ու մենք ցնցուղները պատից մի քիչ այս կողմ ենք դրել, նպատակն է, որ պատերի վրա հետո բույսեր են իրանք աճեցնելու, այսինքն ոչ թե հետո արդեն պլյուշներ ունեն։ Նայեք, ստեղ պլյուշներ ունեն, պլյուշը դե իհարկե սետկա պետք է անես, որ պատին չոտքի ամուր կպնի, միանա նայեք, ամբողջը այս բաժինն է ջրում։ Հաջորդը գցի, երկրորդը սա է ջրելու։ Այս 360 աստիճան այս 5 ցնցուղները։ Հաջորդը սա է ջրելու, նայեք, էլի միջև վերջ։ Հաջորդը այս բաժինն է ջրելու, նորից շեշտեմ, որ այս բուսականությունը հետո վերատնկվելու, այսինքն 2 մետրը 1 այգին ուղիղ գծերով մեծ ծառերը հաշվի առնելով մոնտաժ ենք արել, միջինը 2 մետրը 1, այս որոս այս կոմպոզիցիա ստացած բաները հետագայում փոխվելու, այսինքն աշնանը պերեձելկային անելու, սենց ասեմ, տեղափոխելու են, հաջորդը շատ լավ է, այսքանն է ջրում, հաջորդը սա է ջրում, այս 6 տայմերը, պրծավ չէ, 6-րդն է, մի րոպե, հիմա երկրորդ տայմերի առաջի գիծը սա է ջրելու, այսինքն այս ուղղությունը միջև վերջ, փոխի հաջորդը, երրորդը, այսինքն երկրորդ տայմերի երկրորդը, ոչ թե երրորդը, այն պատի տակը եւ այս հատվածը, ստեղ մենք ոնց որ շինարարության բան ունեն դեռ կիսած, ստեղ այս լուկի բաքի բանի տեղերը հետո տեղադրեցին, այս հատվածն է ջրվելու։ Հաջորդը փոխի, հենց մեջն է ես, այս բաժինը ջրեց, շատ լավ է, սա էլ ջրվեց, նայեք, ամբողջ այգին բաց տեղ չի մնում, մի բան էլ ավել է մնում, հաջորդը պատի տակն է, այն վերջի պատի տակն է։ Եթե հասկացող մարդիկ նայեն իմ նյութերը, կհասկանան, որ ինչի համար է սենց բաշխած։ Որտեվ պատերի տակը ստվերոտ է, ամեն ինչը հետագային հաշվարկած է, էլի պատից այս կողմը արած, որ հետևի բույսերը կարողանան աճեցնեն։ Հաջորդը այս բաժինն է ջրում։ Հաջորդը սա է ջրելու, այսենց, նայեք, հերթով ջրելով գալիս ենք, միջև էս էլ այսքան տեղն է ջրելու, այս ցնցումներն է աշխատելու։ Հաջորդը երրորդ տայմերն է, այս էլ երրորդ տայմերի առաջինը, հիմա ստեղ մի շատ կարևոր բան, նայեք, ինչի է շատ ցնցուղներ դրած 40 սանտիմ բորջուրից հեռացրած, ստեղ բիսեդկեն շատ լավ պահում է, այսինքն մայթը չի ջրում, մենք այս հատվածը ինչի ենք սենց արել, ստեղ ժողովուրդ ջան, քանի որ բարձր է, այսինքն թե երեխաների համար, թե մեծահասակների եւ զգուշությամբ անուշադիր վարվող մարդու համար
ցանկալի է որ այս բարձրությունը բույսով փակել, այսինքն սամշիտի պատ ենք ունենալու եւ այդ սամշիտի պատը եւ իր տակից է ջրելու եւ ջուրը չի թողելու որ այս մայթը գա, ահա թե ինչի է սա սենց բացած։ Ներկա պահին կարանք 150 աշճան բացենք, այս պատը չթրջվեր, բայց շուտով բույսեր են ստեղ տանգելու։ Ստեղ է բարբինոկներ ա լինելու, նայեք, սրանք էլ այսքան տեղի համար է։ Ստեղ նորից եմ շեշտնում, որպեսի բուսականությունը իր տակը բույսերն էլ ջրի։ Հաջորդը փոխի։ Ահա։ Հաջորդը սա է երրորդ տայմերի երկրորդ բաժինը։ Փոխի հաջորդը։ Մի հատ ստեղ աջրելու, հաջորդը փոխի, նայեք մայթելի առանձնացրած։ Մի հատ գալու է, չէ, այս մեկն է ջրելու։ Ահա։ Հաջորդը Են յա ջրելու, մի հատ էլ փոխի։ Սա յա ջրելու։ Երրորդ տայմերի առաջինը սրանից է սկսում, ընդեղին զանգեցին ընդհատվեց։ Ես նորից շեշտեմ, այս 40 սանտիմետրը որ թողել ենք զուտ այն հետևը սամշիտներա լինելու, այսինքն հողային դաշտն ու բորջուրը բարձր է, որպեսզի երեխաները կամ մեծ հասակները չընկնեն, կամ անուշադիր մարդիկ, միշտ այս հատվածները նայ 40 սանտիմ թողած է։ Ներկա պահին կարանք 150 աշճան բացենք, պատը չթրջի, բայց նախատեսած է այնպես, որ եւ այս դաշտը ջրի եւ բույսի տակը։ Այսինքն սենց ամբողջովին բույս է լինելու, քանի որ բորջուրն ու եւ հողային դաշտը ցածր է, ամշիտով պատ ենք ստանալու։ Դրա համար մոնտաժը դրան համապատասխան արած, դե որոշակի գործողություններ կա դեռ այս այգում անելու։ Փոխի հաջորդը երկրորդը սա է ջրում, շատ լավ է, հաջորդը նայ թվերը ճիշտ լինի, էլի։ Երրորդը սա է ջրում, փոխի հաջորդը շատ լավ է, բոլորը այնպես արած, որ համահունչ այգին, այսինքն մեկը մյուսի տակը ջրի, ժողովուրդ ջան։ Հետո ինչ ուզենա այս մարդը իր այգին, ինչ ձևով ուզենա բուսականություն կդնի եւ որևէ ցնցուղ չի խանգարի, բաց տեղ չի թողի, այսինքն ինչով է լավ ունիվերսալ համակարգը եւ հորիզոնական գծողները, որպեսի ջուրը հողիդ մնա, շատ բարձրացած չմնա։ Միշտ կրկնում եմ, կարանք 4 մետրը մեկ, 6 մետրը մեկ դնենք, պարզապես տենք շատ ջուր է գնում, շատ է գոլորշանում, հողը այդքան մեկը մյուսի տակը չի ջրում լիարժեք, հետո սկսում է տեղ-տեղ վառվել խոտը։ Ինչևէ, հաջորդը փոխի։ Շատ լավ է, էս էլ էս պատի տակն է, հաջորդը այն պատի տակն է, ստեղ մի հատ ոնց որ 6-ի 5-ի տեղը կարելի է փոխած։ Չնայած հերթականությունը սենց էլ ջրի ոչ մի խնդիր, ուղղակի որ հավասար գա ջրի։ Հաջորդը փոխի։ Ահա։ 7-րդն է։ Վերջ։ Ահա, այս մասով վերջ։ Հիմա գնանք մյուս տայմերը նայենք։ Սա այն այգին է, որ մի մասն էլ այստեղ ենք տայմեր տեղադրել, իհարկե 3 բան է աշխատում հիմնականում, 1, 2, 3, 4 ցնցող աստեղ հիմնական 4 կլապան աստեղ աշխատում, ու նպատակը այն է եղել, որ իր զապասով հետագայում տարբեր բաներ, նայեք լարերն էլ անգամ գցել ենք, որ տարբեր բաների համար օգտագործենք, այսինքն կարող է հովացման համակարգերի, արևային պաշտպան բաների վրա ինչ-որ լվացվող բաներ դրվի, միշտ մենք զապաս ենք դնում։ Լավ, ինչևէ, անցնենք այս սրան, նայեք։ Պլյուս ամենք, որ հերթով ջրի, առաջինը ջրում է այս բաժինը, նայեք։ Մի հատ այս տարածքինն է ամբողջը ջրելու։ Ստեղ դե բուսականությունը պիտի մեր տնկածը չի, մենք մոնտաժն ենք արել, փողն ենք հարթացրել, գազոն ենք ցանել, ստեղ բուսականություն անել, բարվինոք հավանաբար, բայց բույսերը պիտի ձևավորվի։ Փոխի հաջորդը, ստեղ 2 կլապան է ստեղ աշխատում, այսինքն մեկը ստեղ, մեկը այս գիծնա ջրելու, սրա հետ միասին, այստեղ այսինքն անենք, ահա, փոխի հաջորդը, երրորդը
այս է ջրելու, նայեք, այնպես արա Ժորժ ջան, ստեղ գազոն չի լելու, բարբինո կանելու, մի բան էլ ավել, այսինքն ինչի համար եմ ասում մի բան էլ ավել, նայեք, հələ բիտոնի ձևը նայեք, բայց էլի ամբողջ նույնիսկ ծառի երկու կողմից ենք դրել, կարանք չէ անկյուններից մենակ անենք, որ շատ ջրվի եւ րոպեն քիչ դրվի, այսինքն հագենա ծառը, իսկ մյուս երրորդ կլապանը դրսի սամշիտների համար է, փոխի հաջորդը, այսինքն ինչ ենք արել, շատ անհարմար տեղեր, նենց ենք արել, փոքր ցնցուղներ ենք դրել, մի բան էլ ավել ստեղա ջրում, խի մենք կաթիլային կողմ չենք։ Սա հողը պետք է փխրացնես անդադ, զիբիլը հանես, կաթիլայինը ժամանակավոր է։ Կամ եթե պատը հարմարավետ սարքած լիներ, ստեղ մենք մեր նյութերում ունենք, առանձին ցողիչներ ենք դնում, վերևից է ցողում։ Ստեղ նախընտրել ենք այս փոքրիկ ցնցուղները դնենք, նայեք, որպեսի ամբողջ բույսի տակերը մի բան էլ ավել, կրկնում եմ միշտ, մի բան էլ ավել ջրի։ Ժորժ ջան, որ ավտոմատ ոռոգում ունենա, մարդու հույսին չմնա, այսինքն միշտ վստահ լնես, որ բուսականությունը ջրվում է։ Սա նույնիսկ անհասանելի էր այգուն բիտոնի պահով, այն կողմից ծակել ենք, թազագից ենք բերել, հասցրել ենք ստե, որպեսի բոլոր հատվածները մեր հանձնված այգու ճշգրիտ ոռոգվի։ Այս էլ այս այգու գործողություններից։ Այսքանը Ժորժ ջան, սենց է լինում մեր աշխատանքները, վերջացրեցինք, էս էլ այսպես Ժորժ ջան, այսքանը։